երբ որ ուխտի տապանակը մտցնում էին Երուսաղեմ, հա, Դավիթ մարգարեն խենթացել էր ուղղակի, մերկացել էր ու պարում էր ուխտի տապանակի առջև։ Հիմա մի քիչ երեխայական, այսպես ասեմ, արտահայտությունների ուրախության, բայց այս տեսակ աղոթասացությունը որոշակի ազգերի մոտ կա, օրինակ հապեշների մոտ, իրանք իրենց աղոթքների ժամանակ այս որոշակի պարում են։ Մի այսպիսի դեպք եղավ մեզ հետ, Ավրորա մրցանակակիր մի հատ սևամորթ կին կար, որ Աֆրիկայում ինչ-որ մեծ գործեր էր կատարել ու քրիստոնյա էր այդ կինը։ Եվ եկել էր Տաթև, այսպես միասին կանգնեցինք աղոթք, ես երկինշոշարական երգեցի, աղոթեցի, ինքն էլ խնդրեց, ասեց, կլինի ես էլ երգեմ մեր երգերից։ Ես ինչու՞ չլ երգ։ Այն կինոների միջի որ կա, էս երգում են ու պարում են, այդպես երգելով սկսեց պարեն, բայց այնց հոգի էր այդ ամբողջը։ Մենք կողքից նայում ենք, թե ուզում ենք ծիծաղենք, թե ուզում ենք ուրախանանք, եւ հիշեցինք կարելի ասել Դավիթ մարգարենին, որ այդ պահին ինքը չէր հասկանում ինչ էր անում։ Ուրախությունից մերկացել էր ուխտի տապանակի առջև պարում էր։ Եթե սա անկեղծ էր, շատ անկեղծ էր, էլի իրապես իր լավ երգեր, իրանց ժողովրդական, իրենց հոգևոր, ազգային երգներ եւ այդ բոլորի տակ ինքը պարում էր այսպես։ Չէր կարող ուրիշ գնահատական տալ, եթե ոչ մի բարի, լավ, նվիրական քրիստոնյա կին, որ իրանց ազգային երգ ու աղոթքը պարելով էր ասում։ Փառք Աստծո։